Մեր երկրում 3761 գիտնականից 2017-ը 53,6% կին է։ Այս ցուցանիշը 1,7%-ով բարձր է աշխարհի միջին ցուցանիշից։ Վիճակագրությունը ներկայացնում է Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարը մայրբուհի կանայք գիտության մեջ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով միջոցառմանը, որը նվիրված է գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվան։ Համաշխարհային մակարդակով կին գիտնականները զգալիորեն զիջում են տղամարդ գործընկերներին։ Աշխարհի ամեն 3 գիտնականներից միայն մեկն է կին, ինչը նշանակում է, որ այստեղ դեռևս համամասնության զգալի խնդիրներ ունենք։ Եվ եթե պետական եւ ակադեմիական հատվածներում համամասնությունը դեռևս ավելի համաչափ է, ապա մասնավոր հատվածում կին գիտնականների ներգրավվածությունը 45%-ից քիչ է։ Անդրեասյանը փաստում է, գիտությունը երիտասարդացել է նաև իգական սեռով համալրման շնորհիվ։ Եթե մինչև 2018 թվականը ոլորտում գերակշռում էին տղամարդիկ, ապա հիմա մինչև 50 տարեկան գիտնականների 58%-ը կանայք են։ Նրանց ներկայացվածությունն այժմ ցածր է STEM բնագիտամաթեմատիկական ուղղությունում եւ ղեկավար օղակում։ Ղեկավար կազմի միայն 30%-ն են կանայք։ Եվ սա հիշեցնում է, որ աշխատանքային առաջընթացի եւ գիտական կարիերայի իմաստով շատ անելիք ունենք։ Ու գիտեք, սա միայն գիտության ոլորտի խնդիրը չի։ Ընդհանրապես կանայք շատ են ներգրավում, նույնը կրթության ոլորտում է, գիտենք, որ մեծ մաս են կազմում կանայք, բայց ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածությունը իսկապես միշտ զիջում է կանանց ընդհանուր ներկայացվածությանը համակարգում։ Խտրականության բացառման եւ հավասարության ապահովման նպատակով մայրբուհը մեկնարկում է գիտության ոլորտում կանանց եւ աղջիկների մասնակցության խթանում ծրագիրը, որը ֆինանսավորում է Գերմանիայի կառավարությունը։ Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր աղջիկ ուսանող, յուրաքանչյուր երիտասարդ հետազոտող զգա, գիտությունը իր տեղն է, իսկ համալսարանը հուսալի հարթակ աճելու, փորձարկելու, ստեղծելու եւ մրցունակ գիտական ճանապարհ կառուցելու համար։ Այս մոտեցումը համահունչ է նաև մեր երկրի պետական քաղաքականությանը։ Թեև գիտությունը, տեխնոլոգիան եւ նորարարությունը սոցիալական զարգացման, տնտեսական փոփոխությունների ամենահզոր շարժիչ ուժերից են, բայց կանանց եւ տղամարդկանց մասնակցությունը այս ոլորտներում անհամաչափ է։ Հայաստանում նույնպես դեռևս կան ոլորտներ, որտեղ կանայք քիչ են ներգրաված։ Մեր ջանքերը ուղղված են հենց այս խնդրի լուծմանը, հավասարություն ձևավորելուն։ 2018-ի համեմատ վերջին տարիներին 180%-ով ավելացել է գիտության պետական ֆինանսավորումը, ներդրվել են դրամաշնորհային եւ վերապատրաստման ծրագրեր։ Այս ընթացքում 150-ից 300%-ով բարձրացել են գիտաշխատողների աշխատավարձերը։ Նախարարը վստահեցնում է, գիտության ոլորտի 2026-30 թվականների ռազմավարությունը եւս կնպաստի ոլորտի զարգացմանը։ Արամ Մարանդյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։